ռուսական զորքը այնտեղ կանգնած 2000 հոգի անվտանգություն են ապահովում եւ ված չէին անում իրենց ֆունկցիաները ասեմ միջև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա եւ ասում է ընդունում եմ Ադրբեջանի կազմը։ Ռուսները չել բանակցում, տեղակել չպահ։ Սենց ոնց որ կոպիտ ասած, ասում եք դուք լուրջ մտածում եք որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Սուտի չիլն միջազգային հարաբերությունները։ Սկսում եք այդպես ուղղակի չիլն։ Ու ըստ էության իրենք ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ, այդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են դուք են Ղարաբաղին Ադրբեջանը գնացեք իրար հետ բանակցեք։ Ըստ էության։ Ադրբեջանը ասում է, բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի մեջ։ Կարող Ղարաբաղի հիմա դուք եք ներկայացնա։ Հետի մանդատ չունի Ռուսաստանը։ Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը ուղղակի հանել են, հետո պահանջում են ասում են խես չես արել, խեն չես արել։ Պատասխանատու ղեկավարը կարող է հսկայական հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիր ավիրի։ Ընդհանրեն Ուկրաինան կարող էր ասել, որ իմիջիալոտ նեյտրալ երկրի ստատուսով ինք կօգտվեր եւ Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից եւ Ռուսաստանից։ Ասին չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտեք։ Ինչ ստացա։ Բայց դու ուղղակի արհամարեցիր քո հարևան հսկայական հզոր երկրի անվտանգային շահեր։ Մի երկիր, որը կարող էր այսօր այն ամենից լավ հետաքրքիր բարգավաճող երկրներից մեկը լիներ։ Որ մարդ իր տեղը չի հայտնվում, մարդը փորձանք։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցը ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարը ինքը խնդրեմ չի իրեն համար, ինքը նորմալ է։ Ինքը խնդրեմա մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը ինչ որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմ, հայկական իշխանության կողմից, այո։ Բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու, անպագորգոր հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան, Ադրբեջանը տիկունքում sense ամբողջ բոյով կաղնի, եւ վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզումա սա մեղավոր են։ Պարզումա այդ հանձնել են Ալմատայի բանով 91 թվականին։ Հիմա էսա։ Դրա համար ձեր մի քիչ երկարացրեցի, որտեղ իսկապես ֆունդամենտալ հարց է։ Վերջի քվեարկությունը եղել Ռուսաստան, հակառուսական մակում հակառուսական մի բան, էլի մի բանաձևի։ Միացյալ Նահանգները քվեարկել են դեմ, Հայաստանը քվեարկել է կողմ։ Հալավ դու քո հիմար չեք։ Իսկան դու իրականում էլի դու քո հիմար չեք։ Ինչ եք ուզում ձեր առևտրի 60% էսօր Ռուսաստանի հետ։ Ուղղակի 60%։ Իմ ժամանակ Եվրոմիության հետ առևտուրը մեր մոտարապես արտաքին առևտրի 22-24% էր։ Հիմա 6-7% ընդհանրապես։ Ռուսաստանի հետ առևտուրը այն ժամանակ 25% էր, հիմա 55-ից մինչև 60%։ Դուք չեք հասկանում, որ այսպես մեկ sense բանով դուք կարաք այնպիսի խնդիրներ ունենաք, որ տակից դուրս չեք գալու։ Լավ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ։ Բայց սա գյուղատնտեսությունը ինչ անել, այս ժողովուրդը ինչ անել։ Այդքան այդ չափի անպատասխանատու լինելը, ոչ շշմեցնում է ինձ, անկեղծ ասեմ։ Մենք այն երկիրը Չինաստանը չենք եւ Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք ասեմ, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում եւ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր է ստեղծելու եւ գայթակղություն Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու, այս միակ Սյունիքը վերցնենք եւ վտանգը կա եւ Սյունիքի հետ կապված եւ Սևանի մի կտորի հետ կապված։